Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, անգամ եւս կմիանանք ձեզի վերադարձ այս հայդակրով, որուն նպատակն է ակտիվ մասնակցություն բերել Հայաստանի կյանքին, մոդիգեն ծանոթանալ Հայաստանի քաղաքական, ընկերային, մշակութային բոլոր երեսներուն եւ մաս կազմել եւ մեր խոսքը ասել, որովհետև այնինչ որ այսօր կգադարվի Հայաստանի մեջ, լավ բաները մեզի անշուշտ շատ օգտակար են եւ ուգուրախանանք եւ մեզի կքաչայերեն, սակայն վատ բաները մեզի ցեվով մգհուսալքեն, որովհետև մենք գուզենք, որ Հայաստանը լա այսօր այդ դիբար երգիրը, որոնցով մենք միշտ պետք է հբարդանանք եւ օգտակար լանք եւ զորացնենք Հայաստանը։ Այսինքն մեկ խոսքով մենք պետք է վստահություն ունենանք Հայաստանի կամ որևէ անձի հետ եթե մենք գործ բերանք պետք է վստահելի լինի այդ անձը։ Հայաստանը դժբախտաբար այդ բանը չի գրծած փաստել, որ իրենք վստահելի իշխանությունները վստահելի պարտներ են, ընկեր են, գործընկեր են, որ մենք կրնանք երթալ եւ մեր ներդրումները կատարել եւ օրինական ցևով նորմալ ցևով աշխատել, զարգանալ, զարգացնել եւ ապակամ ունենանք։ Այս հստակ պլանավորումը քանի որ չկա, արդակախտի թեմ որևէ աշխատանք չի կատարվիր, այսինքն ուսումնասիրություն իսկ չկա շատ պրոֆեսիոնալ կետնի վրա, ուրեմն պլանավորում երբ որ չլա, սպիրկը եւ հայրենիքը միացյալ ջագատ չեն, եւ հետեւաբար Հայաստանը գնե այնինչ որ ինքը գուզե, եւ ղեկավարությունը գա, որու մեջ օլիգարխները անչափ մեծ թեր կգադարեն, որ ժողովուրդը այսօր Հայաստանի մեջ մանավանդ քաղաքացիական շարժումները իրենց խոսքը գսեն եւ ավասիկ ուրեմն Վահե Ավետյանի սպանությունը որ կատարվեցավ մոտ 2 շաբաթ առաջ հունիսին հունիս 17-ին ձանր ձեզի հետևանքով հարսնակար ռեստորանին մեջ որ կպատկանի Ռուբեն Հայրաբեդյանին որ գոչվի նաեւ Նեմետ Ռուբո այդ դեպքը ավասիկ բորտկում առաջացուց եւ ընդվզում առաջացուց ոչ թե միայն Հայաստանի մեջ, այլ նաեւ սպիրկի մեջ։ Եվ այսօր մենք ցույց տանք մի քանի դեսայրիզներ, առաջինը մոտ 16 րոպեանոց դեսայրիզմն է, ուր խաղաղ փողոքի ցույցը կատարվեցավ, անցյալ ուրբաթօր, որն ես մասնակցեցա, եւ պիտի տեսնենք, թե ինչ կատարվեց եւ մեր կարծիքները պիտի հայտնվին։ Եվ ապա պիտի ցույց տամ մի քանի ուրիշ տեսարիզներ, որ ավելի բացատրողական կլա, թե ինչ կկատարվի այսօր Հայաստանի մեջ եւ իշխանությունը ինչ ցևով գաշխատի եւ ինչ է ներդրումը օլիգարխներուն այսօր Հայաստանի մեջ եւ այս բոլորին բացատրությունը եւ անալիզը պիտի ցույց տրվի, ապա տեսարիզմը բժիշկները վտանգի առջև իսկ վերջին երկու դեսայրիզները առաջին մասին մեկը պիտի գաբ ունենա Civitas գազագերբության հետ եւ երկրորդը հագի գոմնագից անցիմը որուն գրասենյակ գկրավի ուրեմն այս բոլորը դիտենք եւ ապա գշարունակենք եւ գանցնենք հաջորդ մասին հաջորդ մասը պիտի լա ավելի բիզնեսի հետ կապված Հայաստանի մեջ բիզնեսի եւ ծերնարգություններու թիվին մասին եւ ինչ է այդոնց վիճակը ուրեմն անցնենք առաջին դեսայրիզին եւ գշարունակենք եւ գանտիվենք ամիջապես յետքը Ռոստարանում որ եք մատուցում, հարցը
Այսօր այստեղ հավաքված ենք նշելու Վահե Աբեդյանի սպանությունը, որ տեղի ունեցավ ասկե 2-3 շաբաթ առաջ Հայաստանի մեջ, Արսնակար ռեստորանի մեջ, Ռուբեն Հայրաբեդյանի, որ գոչվի նաև Նեմես Ռուբո, օլիգարխը, որ դարիները իվեր իր պիրդ ուժով իշխե իր շրջապատին վրա և իր թիկնաբանները և աշխատավորները կենտանային ձեզի միջոցով սպանած են զինվորական դոկտոր Վահե Աբեդյանը իրեն իր ռեստորանի մեջ և հետևաբար հարցը հետևյալն է, ով է պատասխանատուն այս բոլորին։ Պատասխանատվությունը ոչ թե միայն այդ իր մարդոց պատասխանատվությունն է, այլ նաև իր վրա, որովհետև ինքը դարիները իվեր գճատակով է, որ ինքը պիրդ ուժով գրնա անել այն ինչ որ գուզե և իրեն համար տրամը արդեն որևէ բան կարևորություն չունի, որտեղ ինքը անչափ շատ ունի և ուզածը գրնա անել։ Այս ուրեմն անիրավությունը և անբաժանելիությունը, որ այսօր գոյություն ունի Հայաստանի մեջ, և անբաժանելիությունը, որ միայն օլիգարխին և իշխող դասակարգին համար է, և որ կշարունակվի վերջին 20 տարիներում ընթացքի։ Ուրեմն, եթե կարելի է, միանանք միշտ և արդարության համար պայքարենք, որովհետև եթե մենք այսօր չանենք, մենք վաղը կգնանք գործընկնել Հայաստանը, որուն համար մենք երազած ենք, որ ունենանք ազատ, անկախ և արդար Հայաստան։ Այս է իմ խոսքս և հույսով եմ, որ մենք կշարունակենք այս ցույցերը ամեն ուրբաթ և անգամ ամեն շաբաթ, որպեսզի այս իշխանությունները մեզի լսեն, ինչը հիմա չեն լսած, սակայն այսքեր հույսով եմ, որ մեզի մտիկ դնեն և մենք պետք է շատ ավելի ակտիվ լինենք, կամ թե մեր ձեռքերը ձալած նստենք և սպասենք, որ ուրիշ մեկը մի բան պիտի անի։ Մենք է, որ պիտի որոշենք մեր աբական, մեր երկրի աբական և մեր զավակներուն աբական։ Շնորհակալություն և հետաքրքրություն համար։ Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանություններին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորներին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։ Այս բոլորին գուղենք մեր այս խոսքը։ Մենք
ներկոստորակիալներս պահանջում ենք, որ Ռուբեն Հայրաբեդյանը նույնիկը նեմեցրու որ հետապնդվի թադական կարգով իր թիկնաբախների կողմից բժիշկ Վահե Ավետյանի սպանության իր կողմից հրապարական խոստովանված օրինակն անշուշտ YouTube-ի վրա թաքնված կամ հանցավոր պայմանավորվածությամբ իրականացված, մեղսակցված կամ խրախուսված հանգամանքների, ինչպես նաև բոլորովին վերջերս 2012 թվին հուլիսի 8-ին Հարսնակար ռեստորանի առջև բժիշկ Վահե Ավետյանի ողբերգական մահվան առիթով գազմագերբված մոմավարության արարողությունը ուսանագարող Հելսինկյան Association-ի դիտորդ Արման Վեզիրյանի նկատմամբ իր թույլ տված օրինախախտման ֆիզիկական ուժ կիրառելու համար։ Թեև Ռուբեն Հայրաբեդյանին կամավորական մանդատից հրաժարվելու թիմում է ներկայացրել, նպատակահարմար չենք համարում նրան թույլ տալ հրաժարականի թիմումով վայր դնել պատգամավորական լիազորությունները։ Նրան պետք է անհապաղ զրկել իր պատգամավորական լիազորություններից եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից վերոնշյալ հանգամանքների օրենքն ու կարգը բռնությամբ հանդեսող բարոյամեծ դատապարտելի դրսևորումների համար, ինչպես նաև ցերնանգադիրական գործունեությամբ պատգամավորի զբաղվել արգելող օրենքը խախտելու համար։ Հետևաբար, խստորեն պահանջում ենք, որ 1. Ազգային ժողովը արտահերտ դասաշրջան հրավիրի կամ ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի 1/3-ի կամ Հայաստանի Հանրապետության նախագահի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ ազգային ժողովի կանոնակարգի հոդված 39-ի 1, 2 և 3 կետերի համաձայն։ 2. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը ազգային ժողովի նախագահին միջնորդագիր ներկայացնի Հայրաբեդյանին բժիշկ Վահե Ավետյանի սպանության գործով մամուլի ասուլիսների ընթացքում հրապարական հայտարարած իր հանցանքների, ինչպես նաև 2012 թվի հուլիսի 8-ին Արման Վեզիրյանի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելու հիմքով որպես մեղադրյալ ներգրավելու նպատակով ազգային ժողովի կանոնակարգի հոդված 98-ի կետ 1-ի համաձայն։ 3. Ռուբեն Հայրաբեդյանը զրկվի պատգամավորական մանդատից ազգային ժողովի կանոնակարգի հոդված 9.1-ի կետ 1-ի ցերնագադիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը խախտելու համար։ 4. Ստեղծվի անկախ հատուկ քննչական մարմին Ռուբեն Հայրաբեդյանի օրինախախտումների եւ բժիշկ Վահե Ավետյանի սպանության անաչառ հետաքննելու նպատակով։ 5. Ռուբեն Հայրաբեդյանը հերացվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Նրան չպաշտոնազրկելը հակասում է իր մարզական արդարության գաղափարին եւ վիրավորանք է ցանկացած մարզիկի համար։ Հաստատվում եք ժողովուրդ։ Հաստատվում եք։ Այո, ինչ է։ Լավ, հիմա ազատ խոսք պիտի տանք, ամեն մարդ ով որ կցանկանա, մինչև 3 րոպե, եթե քո ասածների կունեք, ասել, հիմա կարող եք ասել։ Ես Վահե Ավետյանն է, իմ հորեղբորս տղեն է։ Ես ցանկանում եմ դրանց, որ սպաները դրանց բռնեն, տատեն ուժեղ ձևով, ոչ թե Սերժ Սարգսյանի ասածով ընկել։ Շատ բարձ գփավ է։ Ժամանակն է, որ այլևս սպիրկին անդրադառնանք, որ այնինչ որ կդարվի Հայաստանի մեջ, կվնասի նաև մեզի։ Հայաստանը մեր խարիսքն է, մենք սպիրկի մեջ մեր գոյությունը պայմանավորված է Հայաստանի հզորությամբ։ Երբ Հայաստանը այս վիճակի մեջ է կբջանա, ստիպված ենք մենք ամեն մեկս պատասխանատվություն վերցնել եւ քայլ առնել, որովհետեւ վերացվի այնտեղի այս ահավոր վիճակը եւ արդարություն լա, որովհետեւ մենք ալ կոնե գարենանք սպիրկի մեջ այդ հայաբախմանման աշխատանքը, որ մենք մեր ուսերուն արած ենք, գարենանք ադիգա քիչ ավելի որակավոր ծով, քիչ ավելի ասթետիկ ծով մեր զավակներում փոխանցել։ Շփախտաբար այսօր մեր զավակները մեծի գցեն, որ այս է Հայաստանը, որու համար մենք պիտի բայկարենք
ինչպիսի օրինակ կդառնան այդ մարդիկը մեզի համար այստեղ։ Ահավոր վիճակ է, որ ուղղակի հուսալքության, հուսահատության գտանի մարդիկը պետք է փոխվի այս վիճակը այլևս։ Մենք պիտի մոտիկանանք, մենք կուզենք, որ Հովանեսյանը մեզ ընդունե եւ այս բողոքը այո։ Հիմա մենք պիտի զանգ տանք իրեն, այս հարցախոսքի կամ այս բանի վրա, ինտերկոմի վրա, տեսնանք եթե պատասխան է եւ խնդրենք, որ ներս մտե։ Հարկ ուզես սփնես։ Եվ թիմես։ Այո, բարև ձեզ։ Գուզեինք նամակ մահացնել հյուպատոսին, եթե կարելի է անշուշտ։ Խնդրում եմ Լեքսինգտոնի կողմից մոտեցեք, հյուպատոսական ծառայությունների մուտքի մոտ մոտեցեք, ես կմոտենամ։ Որ դուրը կողքի։ Այո, շատ շնորհակալ ենք, շնորհակալ։ Ինչ է։ Կողքի դուրը։ Լավ, եկեք ժողովուրդ, գնում ենք թեպի կողքի դուրը։ Համար չեն եկած։ Դոլարը բերտերի համար։ Հյուպատոսին ենք կարոտած, դրա համար ենք եկած։ Ամերիկայի փողը սիրում եմ ես։ Ամերիկայի օրենքն եք սիրում։ Ազատ եմ տեսակ։ Սարին վրա մի կողմի վախյանը։ Ասկադարի եմ Թող ներկայացնե ով է Հարութ։ Մի հատ բողոքին մի հատ ունեք օրինակ։ Բողոքի օրինակն է։ Օրինակ բերեք բողոքին։ Մի հոգի, Մի 3 հոգիով դերեմ։ չէ, մի հոգի մարտամասնում է, ինչ որ ուզում եք փոխանցել Եվ նկարիչ ալ թող լինե։ Ինչու։ մի հոգի մարտամասնում է։ Մի հոգի մարդի մտնելներ։ Մի հոգի մարդ, որը ուզում է փոխանցի հետ։ Չի եք վախենում, մարդկանցի Լավ, ես կմտնեմ։ Ես կմտնեմ դուր։ Ես կմտնեմ դուք նկարեք։ Ով նկարե, նկար, ես կնում եմ ես։ Լավ։ Ես կմտնեմ։ Ֆոտո հեռանկար։ Ֆոտոն այնպես։ Ով եք։ Նորմալ Նեմես Ռուբոյին բերեք այստեղ բոլորը տասած կմտնեք։ Պանի ընկերն այլով է։ Կարգուկարոնն է էսի։ Նեմենցով չի վերջանում։ Մենակ Նեմես Ռուբոյը ստեղունի բոլորին է ներս կտողեին։ Նեմաներն են ամատակիպաներն նմաներն են Անաբոտ Սերժիկ Մարտասպան, Սերժիկ Մարտասպան, Սերժիկ Մարտասպան, Սերժիկ Մարտասպան, Սերժիկ Մարտասպան։ Մի փախնի գոտ։ Երևի սարերը դուր ամեն։ Մի հատ արանք բացեք ժողովուրդն ասնեն։ Բոլորներ ունին, վիլլաներ ունին, մաֆիաները, ամեն գոմ բիզնեսներ փացեր են Հայաստանի մաֆիաները, ղարավարությունը, Սերժիկին եղբայրը, մյուսը, հա։ Մեղք չէ մեր թորնիկները եկանք որ օսեր ամերիկացիներն, մեղք է մեր թորնիկներուն, մեղք է մեր զավակներուն բե կփավի այլևս, կփավի, դեղմը հասանք որ արդարություն ուզեն գալ, ամեն օր գլսենք մեկը սպաննված է, ամեն օր գլսենք զինվորները որ Հայաստանի սահմանները կպահպանեն, ձեծելով կխենթացնեն, օքեգան խանգարումներ կունենան, աս ինչս էլ է, կփավի, թող վերջանան ասոնք, թող վերցվի ասկարավարությունը նորը թող կա, երդասարտները ծեր թող առնեն այլևս, շիտակ չեմ, ուզենք երդասարտները կառավարեն, ասոնք Ստալինի զավակներն են ասոնք, նույն ռեժիմը կշարնային, բռնադիրություն ինչս էլ է, ամոթ իրենց, ամոթ, որ մենք եկանք այս երկիրը, որ մեր զավակները ամերիկացի դառնան, մեր թողնիկները, շատ ցավալի է շիտակը շատ, մենք հայրեն ասել մեծած ենք Լիբանանի մեջ, հայրենիք կբաշխենք մենք, անկախություն կուզենք, սպյուրքի մեջ, այո, այսինքն, մեր հայությունը մեր ֆեդայիները իրենց կյանքը համար դրին, ապագա երկիր ազատ անկախ Հայաստան պիտի ունենանք, էս է մեր անկախ մեր Հայաստան։ ֆեդայիները հողի համար կյանքերին դվին, Արցախի մեջ 5000 երդասարդ մահացավ հողի համար, ասոնք իրենց հողը ծախում են, ասինչ կառավարությունը, ասինչ անըստամ,
Խեղճ դոկտորը ինչ ունի անիգա, զինվորականի բժիշկ, ինչե ուղեղին ելերեն ոտքերով ասան ճզմեր են, ուղեղը երկու բաժին են, ինչ եղավ, Մուստաֆա Կեմալ եք դու, ինչ եք դու հոստեղի։ Բժիշկ ոչ բժիշկ, Հայաստանի քաղաքացի, Հայաստանի քաղաքացու իրավունքները ոտնահարվել են եւ պետք է իրանք պատասխան տան, դա է մենակ։ Հիմա ուզում եմ բժիշկ լինի։ Իրենք են կառավարությունները։ Այո, կառավարությունն իրանք են, բայց Հայաստանի քաղաքացու իրավունքները ոտնահարվել է։ Բայց այս պրոտեստը այսքան ժողովրդով քիչ է։ Քիչ է հիմա։ Այո, բայց Կարևոր է որ մենք բողոքը հանցնենք։ Հիմա Այն բաժարը հայտարարել որ փաթոր արեցինք, որտեղ բաղը փակ են։ Չեն կարող։ 40-ին որ լինելու է, հանգուցյալի 40-ին որ լինելու է կամ օգոստոսի 7-ի 8-ի զահմաններում անպայման մոմավառություն է լինելու, Չէ, որոշեցինք գճանանանք ժամը 1-ին։ ցանցերում, տելևիզիոններում հայտարարենք, դուք էլ հիմա իմացեք, որ անպայման ձեր բարեկամների հայտարարենք ես վստահ չեմ, բայց կարծում եմ 7-ի 8-ի մոտերին հայտարարենք, որ հայկական տելևիզիոն է կայում, վստահ եմ հայտարարենք։ Ժողովուրդը իմանա ինչ է դարձել։ Այո, այո։ Ես մարդկանց խորհուրդ չեմ տա փորձարեն ինձ պատժել։ Ով փորձար է, վատ բան է եղել։ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը միշտ էլ անկեղծ է եղել, նրանց հետ ում չի հավանել։ Չգիտեք ես ո՞ն ինչ պետք է անեմ։ Պետք է պատժեմ, ծեծեն։ Ազգային ժողովի պատգամավորի թիկնազորը սպանեց զինվորական բժիշկ Վահե Ավետյանին։ Ռուբեն Հայրապետյանը խոստովանում է, որ մարդկանց հետ շփումներում ինքը ոչ մեկին համերգայնան ակնկալներ չի խոստանում։ Որ ասեմ ջութակը նվագե, այդ ժամանակ զարմացեք։ Այդ ժամանակ զարմացեք, ժողովուրդ ջան։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ բժշկի ջրերը մեկ առվով չհոսեցին հենց այն պահից, երբ Վահեն մարզական շոյերով փորձեց մտնել օլիգարխին պատկանող հարսնաքար ռեստորանային համալիր։ Վահեին եւ նրա ընկերներին խոշտանգեցին հենց ռեստորանային համալիրի ավտոկայանում։ Ուղղակի հայոյեցին ու հարվածեցին։ Ու այդ անմիջապես այդ ընթացքում բոլորիս խփում են։ Վերջի խոսքը ուղղակի լավ տպավ, լավ մեռավ, էլ մի խփեք։ Վահեն այնուամենայնիվ անմիջապես չմահացավ, բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, սակայն գերազանց գիտեին վերջը։ Ցավոք բարենպաստ նախաձեռնների մասին ներկայումս խոսել չեմ կարող։ Վահեն դեռ ապրում էր, երբ ձերբակալվեցին խոշտանգումների որոշ մասնակիցներ։ Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը հայտարարեց, որ որևէ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից։ Լրագրողը հետաքրքրվել էր, Ռուբեն Հայրապետյանը կխուսափի, ինչու նա պետք է պատասխան տա։ Հարցրել էր Երևանի ոստիկանապետը։ Դեպքից 2 օր հետո տեղի ունեցան ձերբակալություններ։ Վահեն այդպես էլ գիտակցության չգալով մահացավ հունիսի 29-ին զինվորական կենտրոնական հոսպիտալում։ Հաջորդ օրը տեղի ունեցավ մոմավառություն դեպքի վայրում, որտեղ խոշտանգել էին նրան։ Պարզվեց այստեղ հարսանիք է։ Վահեի հիշատակի ներքո հավաքվածների համար դա հասկանալի չէր։ Հոգեհանգստյան օրը լրատվական եւ սոցիալական կայքերում տեղեկություններ տարածվեցին, որ Ռուբեն Հայրապետյանը իր կուսակցության ղեկավարի Սերժ Սարգսյանի հետ մեկնել է Կիև Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղը դիտելու։ Հուլիսի 1-ին բողոքի ակցիաները շարունակվեցին նախագահի նստավայրի եւ գլխավոր դատախազության շենքերի առջեւ։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին պատասխանատվության ենթարկել հարսնաքարի սեփականատեր, Ազգային ժողովի հանրապետական խմբակցության անդամ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանին։ Վերջինս սակայն իր ասուլիսներից մեկում արդեն հայտարարել էր. «Ինձ պատժողը չի ծնվել»։ Ես մարդկանց խորհուրդ չեմ տա փորձարեն ինձ պատժել։ Ով փորձար է, վատ բան է եղել։ Այսօր Երևանի քաղաքացիական պանթեոններից մեկում հողին է հանձնվում Վահե Ավետյանը։ Սարսափի զգացումը դարձել է համապետական զգացում։ Лучше жить бомжом за границей, чем быть гражданином этой республики. Մհեր Աշակյան Այփ է։
Ընդամենը օրերի ընթացքում Ռուբեն Հայրապետյանը հաստատեց այն կասկածները, որ իր տարածած հուզական հայտարարության բովանդակության հետ ինքը որևէ առնչություն չունի, ասում է Ռազմավարության եւ ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սարո Սարոյանը։ Ըստ նրա, քրյա օլիգարխիկ համակարգի էությունն ու կառուցվածքն ուսումնասիրող յուրաքանչյուր մասնագետ քաջ ծանոթ է նմանօրինակ տեքստերի ծագումնաբանությանը եւ կարող է հաստատել, թե իրականում որ գործարարը կամ падգամավորն է ունակ նման տեքստ գրելու եւ ով ոչ։ Սա անգամ այն դեպքն է, որ բանավոր տեքստը գրավորի վերածելու հնարավոր չի Ռուբեն Հայրապետյանի խոսքը։ Սա բոլորովին այլ տեղում գրված, պատրաստված եւ նրա անունով հրապարակված տեքստ է, նրա համաձայնությունը ստացել են եւ հրապարակել են 7-ի արարողության ժամանակ մամավարությունը Արման Բեզիրյանի հետ տեղի ունեցած միջադեպը ցույց տրվեց, որ նույնիսկ որ Ռուբեն Հայրապետյանը տեքստի հետ որևէ առնչություն չունի, անգամ նույնիսկ որ նրա անունից են թերցվել թյուրիմացությունը։ Օլիգարխների թիկնապահների մասնակցությամբ աղմուկ-հանած միջադեպն առաջինը չէ, հիշեցնում է իրավապաշտպանը, մինչդեռ բժիշկ Վահե Ավետյանի սպանությանը հաջորդած բուռն արձագանքները եւ ընդվզումը անսպասելի էին անգամ իշխանությունների համար, ինչը նշանակում է, որ ի հեճուկս նրանց քաղաքացիական հասարակությունը կայանում է։ Ինչ վերաբերում է օլիգարխների եւ նրանց թիկնապահների ավանդական վարքագծին, ապա Վարդան Հարությունյանի համոզմամբ ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ գործարարներին հակառակ իրենց կամքի իշխանությունները դարձրեցին քաղաքական գործիչ եւ իրենց հենասյուները, հիմք տալով նրանց մտածել, թե վաստակել են օրենքից դուրս լինելու իրավունքը։ Պարտադրեցին նրանց Ռոբերտ Քոչարյանի օրոք մտնել քաղաքականություն, ծառայել իրենց իշխանությանը եւ դրա դիմաց ստանալ օրենքից դուրս իրավունքներ, լիազորություններ եւ վեր լինել օրենքից։ Կոնկրետ այս դեպքով թե որքանով օբյեկտիվ ու բազմակողմանի կլինի եւ որքանով վարչախումբը թույլ կտա կամ կհանձնարարի դա այդպես լինել, դեռևս կասկած է հարուցում։ Գործի արդար դատաքննության մասին իշխանությունների եւ օրինապահների հավաստիացումները նույնպես մասնագետներն արժանահավատ չեն համարում։ Արդար քննությունը միայն հայտարարություններով չի լինում, նկատում է Սարո Սարոյանը։ Փորձը ցույց է տալիս, որ եթե չկա իշխանությունների ցանկությունը եւ անմիջական հրահանգը բացահայտել մի գործ, որի հետ ուղղակի առնչություն ունի նաեւ պետական պաշտոնյան, ապա դրա ելքը հայտնի է բոլորին։ Նույն օլիգարխներն է պիտի հասկանան, որ վաղը կլինի մի հատ ավելի ուժեղ օլիգարխ, որը իրանց նկատմամբ, իրանց հարազատի նկատմամբ նույն ձևի բռնություն կկիրառի ու նորից անպաշտպան կմնան։ Սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջինը, համոզմունք է հայտնում փաստաբան Նինա Կարապետյանցը եւ հիշեցնում, դեռևս տարիներ առաջ Առագաստ սրճարանում դաժան ծեծի ենթարկված եւ սպանված Պողոս Պողոսյանին։ Եթե իշխանություններն այդպես էլ չհասկացան, որ քաղաքացին իր երկրում պետք է պաշտպանված լինի, իսկ պետությունն ու իշխանությունն էլ հարգանք ու վստահություն վայելի, ապա նմանօրինակ դեպքերի շղթան անվերջ է լինելու։ Սիրանուշ Հարությունյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյուս, Երևան։ Մի սպանեկ բժշկին ահազանգում է դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը, հայտարարելով, որ բժիշկն այսօր պաշտպանված չէ։ Նա մասնավորապես անդրադարձավ հունիսի 17-ին Հարսնաքար ռեստորանում ռազմական բժիշկների դաժան ծեծին ու Վահե Ավետյանի ողբերգական սպանությանը։ Ծեծվում են բժիշկներ, որոնք նաեւ զինվոր են։ Ում շնորհիվ բուժվում են զինվորները, մեր ազգային եւ պետական անվտանգությունը, երկիրը։ Դեղարտադրողների եւ ներմուծողների միությունն այսօր հանդես եկավ հայտարարությամբ դատապարտելով բժիշկների նկատմամբ ցանկացած բռնություն։ Սպանելը դա մարդկային արվեստ չէ։ Հոշոտում են գազանները, առանց գիտակցության, չունենալով շեֆին հաճանալու բնազդային մակարդակի միտում, փուչում ինքնահաստատվելու մորուց, սեփական դժբախտությունն ու նյարդերը ուրիշի վրա բարթելու կարողություն։ Պարոն Զաքարյանը վստահեցնում է, որ հիմնականում բռնության են ենթարկվում շտապօգնության բժիշկները, որոնք օրվա բոլոր ժամերի մուտք են գործում ամենատարբեր բնակարաններ։ Նրա դիտարկումները ցույց են տվել, որ հատկապես վերջին շրջանում աճել է բժիշկների նկատմամբ անմարդկային արարքների թիվը։ Մեր միությունը հիմա աշխատում է շտապօգնության աշխատակիցների հետ, օգնում եւ օժանդակում է, որպեսզի ստեղծվի շտապօգնության աշխատակիցների ասոցիացիան եւ որոշակի խնդիրներ առաջ քաշել իրենց պաշտպանության հարցերի հետ կապված։ Նարին Էրիցյան, Սևակ Մեսրոպյան, IPF։ Բարև ձեզ, եթերում դիտակետն է, այսօր իմ հյուրերն են գրող հրապարակախոս Հարություն Հարությունյանը եւ Միժի փոխնախագահ հասարակական ակտիվիստ բնապահպան Գոռ Հակոբյանը։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Հարություն, հունիսի 17-ին Հարսնաքարում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, որոնք ավարտվեցին բժիշկ Վահե Ավետյանի մահվան ելքով, շարունակում են մնալ
հասարակական, քաղաքական եւ լրատվական քննարկումների կիզակետում ոստիկանության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարություն արվեց, որ ազգային ժողովի падգամավոր Ռուբեն Հայրապետյանը այդ ժամանակ դեպքի ժամանակ չի եղել հարսնաքարում, հետևաբար նրա նկատմամբ մեղադրանք առաջադրել հնարավոր չէ։ Այս հայտարարությունը որքանով է հանում պատասխանատվություն Ռուբեն Հայրապետյանի վրայից։ Եղել է թե չի եղել, սա արդեն էական չի։ Ես այս երկրի քաղաքացին եմ, ես հասարակության անդամ եմ, եւ այս երկրում ես նաեւ երեխաներ եմ դաստիարակել եւ մեծանում են այդ երեխաները, ես ուզում եմ որ նրանք ապրեն նորմալ հասարակարգում եւ կարևոր չի դա Ռուբեն Հայրապետյանն է, թե մեկ ուրիշն է։ Ռուբեն Հայրապետյանների երկիր է դարձել, այսինքն խնդիրը այստեղ շատ ավելի գլոբալ է։ Այստեղ ես չեմ կարծում, որ պայքարը բուն Ռուբեն Հայրապետյանի դեմ է։ Հիմա տեսեք, հանրապետականները անունները չեմ ուզում տա, որովհետև նույնիսկ հետաքրքիր չի ինձ համար, բայց երևի կիմանաք, այսինքն անընդհատ կոչ են անում, որ եկեք խնդիրը մի քաղաքականացրեք։ Այսինքն ինչը չի քաղաքականացնենք։ Նախ մենք չենք խնդիրը քաղաքականացնում, հասարակությունը չի քաղաքականացնում, հասարակությունը պահանջում է։ Բայց ինչ անշանակում եկեք խնդիրը չքաղաքականացնենք։ Երբ որ հարցը կապված է ազգային ժողովի падգամավորի հետ։ Երբ որ ազգային ժողովի падգամավորը այցելում է հանրապետության նախագահին, նրանից հետո հայտարարությամբ հանդես է գալիս եւ վայրադնում մանդատը։ Այսինքն այսքանից հետո, երբ որ գործին միջամտել է հանրապետության նախագահը, ինչի եք ասում, որ եկեք խնդիրը մի քաղաքականացնենք։ Եթե չենք քաղաքականացնում, այդ դեպքում ինչ ենք անում, ում այդ գործ ունենք։ Եվ ինչ են իրանք անպայման ուզում դա չքաղաքականացվի։ Ուզեն թե չուզեն, խնդիրը արդեն քաղաքականացված է։ Ինչի համար, ինչով են փորձում իրենք ապահովագրվել, ինչից ապահովագրվել չքաղաքականացնելով հարցը։ Ես կարծում եմ, որ խնդիրը դուրս է եկել արդեն այդ ինչպես ասած, կուսակցական կառավարման շրջանակից, ամեն մեկը ցանկանում է ինքը ավելի պապից կաթոլիկ երևալ եւ ավելի շատ ծառայություն մատուցել հենց նույն Ռուբեն Հայրապետյանին, որովհետեւ այդ նույն ասողները վստահ են, որ վաղը Ռուբեն Հայրապետյանը նորից լինելու է Ռուբեն Հայրապետյան։ Վաղը չեմ իսօր նորից լինելու է Ռուբեն Հայրապետյան եւ իրենք նորից լինելու են իկերով, հա։ Եվ այդ իկերին պետքա Ռուբեն Հայրապետյանին հիմա իրենք ուզում են ավելի Այսինքն պաշտպանելով Ռուբեն Հայրապետյանին, նրանք փորձում են պաշտպանել իրենց։ Հա, վաղվա իրենց սապագան են իրանք։ Համակարգը պաշտպանում, մթնոլորտը պաշտպանում։ Նույնիսկ համակարգը իրանք թքած ունեն համակարգը, իրանք իրենց են պահպանում։ Իրանք իրենց են պահպանում, որտեղ այս դեպքում արդեն համակարգի մասին խնդիր չի կարող լինել։ Քանի որ շարժումը ձևավորվեց եւ շարժումը ձևակերպեց հստակ իրավական պահանջներ եւ իշխանությունների եւ հասարակության նկատմամբ, առաջարկելով հասարակությանը բոյկոտել Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների արտադրանքը, իսկ իշխանություններից պահանջել Հայրապետյանին ստիպել, որպեսզի նա հեռանա ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահությունից եւ համապատասխան իրավական պատասխանատվության ենթարկել։ Այ ոստիկանության այս հայտարարությունը որքանով է խանգարում ձեր իրավական ձևակերպումների հետագա զարգացման գործընթացին կամ խանգարում է արդյոք։ Նախ այն շարժումը, որ դրել է խնդիրը, իմ կարծիքով հետեւյալն է։ Այնա, որ երկար տարիներ Հայաստանում գործում է ինքնադատաստանի մեխանիզմը, կա անպատժելիության մթնոլորտ եւ կա այն, որ Հայաստանի Հանրապետության որևէ բնակիչ իրեն անպաշտպանված չի զգում որևէ ինստիտուտի կողմից։ Եվ այս իրավիճակը հասել է այն բանին, որ խախտվում է յուրաքանչյուր մարդու կյանքի իրավունքը։ Այսինքն որևէ մեկը կարա մտածի, որ իր բոլոր գործողությունները ինքը այնքան անփույթ եւ այնքան անպատժելի կլինի, որ կարա մեկին ծեծի եւ չմտածի, որ մարդը կարա մահանա կամ որևէ տեսակ ծեծի։ Խնդիրը ինքնադատաստանի երևույթն է։ Այս շարժման ամբողջ մեխը այն է, որ մենք պահանջում ենք, որպես ինքնադատաստանի մեխանիզմը դադարի գործել, գործի արդարադատական համակարգը, այսինքն որևէ խնդիր որ առաջանում է, կա դրա համար դատարան, կան իրավապահ մարմիններ, այդ մեխանիզմով պետք է աշխատի։ Հաջորդ հարցը այս դեպքի համար, երբ որ մենք երևույթը փորձենք հիմա նայել, այն է, որ արդարության խնդիր կա, արդարության պակաս կա, պետք է գործի օրինաչափ արդարության սկզբունքը, որևէ խումբ, որևէ փոքրաթիվ խումբ չի կարող լինել արտոնյալ եւ ինքը օրենքից վեր լինել։ Սահմանադրական կարգում եւ իրավական երկրում եւ արդարության օրինաչափ գործելու դեպքում բոլորը հավասար են օրենքի առաջ եւ կապ չունի նրանք ինչ դիրք են զբաղեցնում, ինչ պաշտոն են զբաղեցնում, ինչ սոցիալական դեր ունեն կամ ինչ հարստություն են, բոլորը հավասար են օրենքի առաջ։ Իրավունքի գերակայության խնդիր կա դրված այդտեղ։ Հարցը ես համաձայն եմ պարզաբանել, որ ասենք խնդիրը ինչ որ ինքը այնտեղ էլա թե չի եղել։ Մենք նայենք տեսնենք թե ինչու, բայց իր տիկնապահները կամ իր ենթադրյալ, այսինքն ոսկն անվտանգության աշխատանք կարան ենթադրեն, որ իրանք կարող են մարդուն կանչել ինքնադատաստանի հաշվի հարավ տեսնել, ինչա ինքը ասենք ինչ որ խնդիր ունեցել մատուցողի հետ։
կյանքի իրավունքի խնդիր է առաջացել, արդարական համակարգ գործելու եւ արդարության օրինաչափության հարց, այս դեպքում զուտ ոստիկանական ավելի օրենքի շրջանակներում տենց իրագործողությունը դեռևս հիմք չի, որպեսզի մենք դադարենք մեր գործունեությունը, որտեղ մեր պահանջը մնացել է, մենք դեռևս մեզ անպաշտպան ենք զգում, մեզ անվտանգ չենք զգում այս երկրում, եւ մենք վստահ չենք, որ այդ դեպքը չի կրկնվելու որևէ մեկիս հետ կամ որևէ այլ մարդու հետ։ Շատ հարցուն կուզեի խոսանք երեք մեր տաղավարում դարձյալ խոսում էինք հարսնաքարի դեպքերի եւ դրա առաջացած հասարակական պորտկման մասին։ Ես ուզում եմ հարցնել, իհարկե հասկանում եմ, որ Վահե Ավետյանի դեպքը մահվան ելքով բավական հոգեցունց էր եւ առաջացրեց հասարակության լայն խավերի ըմբոստությունն ու բողոքը, բայց արդյոք այս ամբողջ հասարակական բողոքի հիմքում ընկած է միայն Ավետյանի դեպքը, թե Ավետյանի դեպքը ուղղակի հասարակության համբերության բաժակի վերջի կաթիլն էր։ Տեսեք ինչ է կատարվում։ Նույն բազմակուսակցական համակարգը, ընդդիմություն ասվածը, ինքը արդեն ոչ թե ինքը արժևից է գնում, ինքը գնում է հասարակության հետևից։ Ինքը գնում է միանալու այդ հասարակության, այդ ընդվզմանը։ Նույնը ժուրնալիստների տեսանկյունից կարար չլիներ այս դեպքը եւ այսօր Վահեն կենթանի կլիներ, եթե ժամանակին թե ընդդիմության ներկայացուցիչները պայքար տանեին եւ վերջացնեին, այսինքն փակեին այս հարցը, թիկնապահական կամ չգիտեմ, հա, ինչ են ասում դրան, թիկնազոր են ասում, ինչ են ասում այս վիճակը, կամ ասենք ժուրնալիստները։ Այսօր լրագրողը արդեն լրագրող չի, քաղաքական գործիչը քաղաքական գործիչ չի։ Այսօր մի հենց Սոդոմ Գոմորա դարձել, ամեն ինչ կա, բայց ոչինչ չկա։ Եվ սա արդյունքում եղավ այս հասարակական, հա, ընդվզումը։ Եվ սա նորմալ է, եւ սա բնական է, նշանակում է, որ մարդիկ իրանց տեղում չէին եւ հասարակության մեջ մի ստվար խավ արդեն հոգնած լինելով այս ամեն ինչից դուրս է եկել փողոց եւ այսօր այդ մարդկանց մեղադրել, այդ մարդկանց հասցեին ինչ-որ բան ասել, այդ մարդկանց այսպես ասած հաթաթա տալ, այսինքն այդ ժամանակներն արդեն անցնում են եւ այս դեպքում արդեն այս հասարակության այս անդամները, հասարակության այս մասը, որ ընդվզել է, սրանց որ ձեր լրատվամիջոցներով կկարողանաք բերանները փակեք, ոչ ձեր կեղծ ընդդիմությունով կարող եք բերանները փակել, որովհետև հասարակությունը 21-րդ դարն է։ Վերջապես մի հաղորդում նայեցի ձեր մոտ, որ կարծեմ ձեր հետ էր Վարդուհին Սիմոնյան, որ ասում է ինտերնետը մտավ Հայաստան, բայց ազգային ժողովի նախագահը էլի Հովիկ Աբրամյանն է։ Այսինքն կյանքը գնացել է առաջ, մենք դեռ հələ սենց դոփում ենք մեր տեղում եւ հետո ասում ենք սենց չի, թե այնպես չի։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ այս ձև չի կարա շարունակվի։ Ժուրնալիստը այսօր հասարակության մաս չի կազմում։ Ընդդիմադիր քաղաքական գործիչը եւ դիմադիր քաղաքական գործիչը հասարակության մաս չի կազմում, նրանք չեն իմանում հասարակության մտածումները, բողոքները, ընդվզումը, արդյունքը։ Խզում կա հասարակության եւ հասարակության տարբեր խավերի միջեւ խորը խզում է առաջացել եւ հետո հիմա դրա համար ինչ որ մեկը կարող է կանգնի, ասի, այ ես կսատկացնեի դրանց, եթե ես լինեի, չգիտեմ ինչ։ Դու ով եղար որ Պետեկամուտների կոմիտեից այս օրերի ընթացքում այդպես էլ պաշտոնական պարզաբանումներ կամ մեկնաբանություններ չեղան։ Կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելի Մանուչարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նպատակահարմար չէ այս պահին տեղեկատվություն տրամադրել եւ հարցազրույցներ տալ, քանի որ Civitas-ում իրականացվող հարկային ստուգումները դեռ ավարտված չեն, իսկ գործի քննությունը շարունակվում է։ Բնականաբար պիտի փորձեն ինչ-որ մի բան հայտնաբերել կամ ձևակերպում տալ այդ իրենց պեղումներին։ Կարելի է ուղղակի իրենց մաղթել հաջողություններ, բայց նաև ակնկալել, որ այն եզրակացությունը, որ իրենք պիտի անեն, քիչ թե շատ համապատասխանի ողջամտության չափանիշներին։ Փաստաբան Արթուր Գրիգորյանի գնահատմամբ այս պահին հիմնադրամում իրականացվող հարկային ստուգումներն ավելի շատ հիշեցնում են պեղումներ, որոնք նպատակ ունեն ինչ-որ բան անպայման հայտնաբերել։ Ուստի Արթուր Գրիգորյանը չի բացառում, որ ստուգումների գործընթացը կարող է նաև երկարաձգվել, իսկ քրեական վարույթը եւ իրականացվող ստուգումները պարզապես համընկնում չեն, ինչպես փորձում են ներկայացնել պետական մարմինները։ Խոսքը գնում է ոչ թե բառեզբոն իմաստով ստուգումներ իրականացնելու մասին, այլ կատարվում են պեղումներ, որ բան գտնելու նպատակով։ Բնականաբար այդ պեղումները պիտի շարունակվեն, ինչ է եղել 10 օր էլ կարող է երկարաձգվել։ Civitas հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց տեղեկություններով ստուգումների ընթացքում դեռ ոչ մի խախտում չի հայտնաբերվել։ Եթե քրեական կորձը այնպիսի աբսուրդ բանի մասին է, ինչ փողերի լվացում, երբ մեր օրենքը հստակորեն գսե, որ մենք իբր հիմնարկ չենք կրնար գեղդոտ փողերը ստացած լինել, եթե այնտեղ ինչ որ մեկը չի գա, որ արդեն նստած է
գեղդոտ փողեր ունենալու կամ ստեղծելու համար։ Եթե այդ չկա, այդ հանցագազմը չկա, մենք ինչպես ստացանք այդ փողերը, ոնց ստացանք, ոնց այդ փողը գեղդոտ դարձավ, ոնց կրնանք մենք ինչ որ քրեական կորձի հետ առնչվին։ Քաղաքական հետապնդումը չի ենթադրում դրոշակի վրա գրել, որ քաղաքական հետապնդման են ենթարկում այս կամ այն կառույցին, ասում են հիմնադրամի ներկայացուցիչները։ Սալբի Ղազարյանի գնահատմամբ ընթացող անտրամաբանական գործընթացը եւս մեկ անգամ փաստում է, որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում։ Այնտեղ ես ուրիշ ոչ մի բացատրություն չեմ տեսնել, բացի որ սա քաղաքական նպատակներ է հետապնդում եւ մենք իբր ալտերնատիվ լրատվամիջոց, իբր հիմնադրամ, որ դարբեր ձևերով է աշխատում, կանխատեսելի չենք, կառավարելի չենք եւ սա մեզ զգուշացնելու, թանթաղեցնելու, ուրիշ ձևով մեր կորձից շեղելու փորձ է։ Նշենք, որ օրերս Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինի պատասխան հարցումների հայտարարել էր, որ անհրաժեշտությունից ելնելով Civitas-ում իրականացվող ստուգման ժամկետը կարող է երկարաձգվել եւս 10 անընդմեջ աշխատանքային օրով կամ կարող է կասեցվել առանձին տեղեկություններ ճշտելու եւ այլ պետություններ հարցումներ կատարելու դեպքում։ Սիրանուշ Հարությունյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյուս, Երևան։ Վաղաշ Վաղաշյան 12 հասցեում գտնվող ժողովրդավարական հայրենիք կուսակցության կենտրոնական գրասենյակն առգրավված է։ Միայն ու միայն քաղաքական պատվերով։ Պարոն Մակյանն ավելի քան համոզված է, որ պատվերն իջեցվել է Բաղրամյան 26 հասցեից։ Նա չի հավատում պետական գույքի կառավարման վարչության այն հայտարարությանը, թե տարածքն անհրաժեշտ է պետական կարիքների համար։ Դա ինչ որ չինովնիկի կամքի արտահայտությունը։ Հայ ազգային կոնգրեսը, որի մաս է կազմում ժողովրդավարական հայրենիք կուսակցությունը, դիմել է կառավարություն նույն Արաբկիր համայնքում համարժեք տարածք տրամադրելու համար, սակայն կառավարությունը Պետրոս Մակյանի խոսքերով ցինիզմի հասնող անլուրջ պատասխան է տվել։ Ասել են Գառնիում կամ Արմավիրում տարածք կարող են տրամադրել։ 15 տարվա պատմություն ունեցող կուսակցության ղեկավարն անդրադարձավ նաև Հարսնաքար համալիրում տեղի ունեցած ողբերգությանը, որի սկիզբը համարում է 2001 թվականին Առագաց սրճարանում տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունը։ Եթե քաղաքացիական հասարակությունը այդ ակտիվը ազնիվ է, ուրեմն պետք է առաջինը սկսի գնալ պիկետանի Քոչարյանի տան դեմ ու այդպես հերթով Ալեքսանյան Սամվելի, Ծառուգյան Գագի, Հարաբեդյան Ռուբիգի այս բոլոր օլիգարխների դեմքերով պիկետներ անեն։ Նա կարծում է, որ ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հրավիրելու եւ հանրապետական կուսակցության падգամավոր Ռուբեն Հայրապետյանին մանդատից զրկելու գործընթացը տապալվեց Բարգավաճ Հայաստանի պատճառով։ Բարգավաճը կամ խաղում է ընդդիմության հետ, այդ թվում կոնգրեսի հետ, կամ էլ իրեն խաղացնում են, որ խաղա կոնգրեսի հետ։ Պետրոս Մակյանն այսօր արդեն կասկածում է, որ 2013 թվականի նախագահի ընտրություններում հակաիշխանական դաշտը հանդես կգա միասնական թեկնածուով։ Թաթևիկ Ազիզբեկյան, Սևակ Մեսրոպյան, IPF։ Այո, ուրեմն այս վերջին երկու դեսայրիզները Civitas-ի եւ Պետրոս Մակյանի հետ կապված բարձրապես անիկա ցույց տվի, որ ով որ ծևոմը կնատադե կամ օպոզիցիա է եւ բիզնես մունի կամ կորձ մունի կամ գազագերբություն մունի ադիգա արդեն իշխանության համար կնկատվի իբրև թշնամի, իբրև հագարակ կողմ եւ հետեւաբար կուզեն հալածել եւ ահա վասիկ Civitas-ը գալածվի ինչու որտեղ Վարդան Օսկանյանը ավելի քննադատական գեցված կունեցած է եւ կարելի է դերևս նախագահական ընտրություններում մասնակցել, հետեւաբար շատ բարձ ձևով կարելի է իրեն հանդեպ գազգազները ստեղծել եւ ուրեմն տադայրավական հարցեր ստեղծել եւ ուրեմն բրբդել եւ այդ բրբդուկները ես շատ լավ է որ Հայաստանի իշխանությունները բրբդեն մեր բիզնեսմեններու ունեցվածները սակայն ինչու համար չեն բրբդեր Ռուբեն Հայրապետյանի կամ մյուս օլիգարխների կորձերը եւ այդ տրամները որ իրենք գդեգափոխեն Զվիցերիա միլիոնները եւ կամ 1001 իրենց աբա իրավական ոչ իրավական կորձերը ինչու որտեղ անոնք իրենց կողմ են ուրեմն ով որ հանրապետական կուսակցության հետ է ով որ իշխանության հետ է պրոբլեմ չունենար
Ճիշտ ինչպես որ քիչ առաջ ասվեցավ դեսայրիզներեն մեգուն մեջ։ Ուրեմն երբ որ միլիոններ երկիրեն դուրս կելա, փոխանակ այդ Հայաստանի մեջ կորզածվելու եւ երբ որ Զվիցերիա գերտատրամը ադեղը քախնի հաշիվներ կբահվին եւ հետեւաբար tax չեն բջարեր, դուրք չեն բջարեր ադոր մասին եւ հետեւաբար իշխանությունները դուրք չեն առներ եւ հետեւաբար երկրին վնասակար է ոչ թե միայն այն այդ տրամով իրենք Հայաստանը գրնա կորզադեղիներ ստեղծել որ նորեն չեներ արդակախտը գեցնեն որ նորեն չեներ եւ հետեւաբար ունիկ իշխանությունը որ իրանցական շահերուն համար կամ իրենց նեղ շահերուն նեղ շրջանակի համար է որ աշխատի եւ ոչ ժողովրդին համար Եվ դեսանք օրինակ Պետրոս Մագյանը, որում քրասենյակ են գանեն եւ գուզեն վարգել արմավիր կամ ուրիշ շրջանը։ Թող փորձեն ադիգա անել Ռուբեն Հայրապետյանին։ Եվ անոր համար այսօր քաղաքացիական շարժումը, որ այսօր Հայաստանի մեջ կա, ընդդիմանում է այս բոլորին։ Եվ դեսանք բացատրությունները։ Գուզեմ արագ գարտալ ուրեմն Վահե Աբեդյան հասարակական շարժման հայտարարությունը եւ այդ գեդերը, որոնք իրենք կուզեն որ գդարվի հետեւյալ նպատակները առաջին Ռուբեն Հայրապետյանը եւ նրա գամագադարները պետք է փոխհատուցեն Վահե Աբեդյանի ընտանիքին հասցված նյութական եւ բարոյական վնասը Երկու Ռուբեն Հայրապետյանը պետք է զրկվի քաղաքական ու հասարակական գործունեություն ծավալելու հնարավորությունից։ Երեք Ռուբեն Հայրապետյանը պետք է օրենքի ուժով գրի իր արարքներին համարժեք բադիժ։ Քանի որ այդ անձը ուղղակի պատասխանատու է քրեադին վարկագից ունեցող անձանց իր թիկնազորում աշխատանքի ընդունելու եւ իր հանրային ելույթներով ու բռնությամբ ինքնատադաստան տեսնելու գենսագերբով նրանց աշխատելավոճը ձևավորելու համար։ Չորրորդ հանրությունը պետք է հրաժարվի Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող ընկերությունների արտադրած ապրանքներից ու մատուցած ծառայություններից։ Եվ այս բոլորը երբ որ իշխանությունը երբ որ այսպիսի օրինական մոդելություն չունենար ժողովուրդը ստիպված է որ օրենքի պահանջ կտնե որտեղ եթե օրենք չի գա երկրի մեջ այդ երկիրը այլևս չի գնար զարգանալ մարդիկ չեն գնա վստահություն ունենալ չեն գնար աշխատել նորմալ կերպով չեն գնար աբակա տեսնալ Ամենից որ օրենքը պետք է լա բոլորին եւ այս գաշարագերությունը որ գերեւի թե Հայաստանի ժողովրդին արույնի մեջ մտած է եւ այս գաշարագերության բանը կապարը ոչ թե միայն իշխանության մեջ է այլ ժողովրդի մեջ ալե ամենից որ մենք պետք է բարեփոխվենք բոլորս ամենից որ շատ գործ ունի գնելիք եւ եթե սպիրկը կա Հայաստան սպիրկը հայեր երբ որ երթան գործ ունեն Հայաստանի մեջ հայաստանցիները պետք է որ Կաշարագերության միջոցներով կամ օգտագործելով սպիրկի նյութական գարելիությունները օգտագործեն այդ արիտը եւ տրամ շորթեն ծավալը։ Ուրեմն այս վստահելիությունը եթե չլա չես կնար հարաբերություն ունենալ, ադիգա լա ընտանիքի մեջ, լա ովևէ գազམ་ագերության մեջ, այդ վստահելիությունը եթե չկա ովևէ հարաբերություն կարելի չէ։ Հիմա գուզեմ անցնել հաջորդ դեսայրին, որ մոտ 5-6 րոպեանոց է, որ գաբ ունի բիզնեսի հետ։ Եվ ցույց պիտի տամ, թե ինչպես մեծ բիզնեսներն են, որ գաջին, գմնան, ինչպես օլիգարխներու մեծ բիզնեսները, իսկ փոքր եւ միջին բիզնեսները վատ վիճակի մեջ են։ Այսինքն ժողովրդի աշխատանքային արդյունքը եւ կորձերը բադ վիճակի մեջ են։ Դիտենք այս երկու դեսայրիզները եւ գմյանանք եւ այս երկու կուզեմ գաբել իրարու հետ։
Դե որչափով օլիգարխները այնքան զորավոր են, որ բզդիկ եւ միջակ բիզնեսները շատ վատ վիճակի մեջ են, դիտեն գադիգա միասին։ Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկությունները արտահանման հետ կապված լուրջ խնդիրներ ունեն։ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքերով այսօր պետական շատ քիչ ծրագրեր կան, որոնք խթանում են ոլորտի զարգացմանը։ Ըստ միության նախագահի հիմնական խնդիրները կապված են հումքի արտահանման հետ։ Արտահանվող ապրանքների top 20-յակում ըստ Գագիկ Մակարյանի մեծամասնություն են կազմում խոշոր ձեռնարկությունների ապրանքները, միայն չնչին հատվածն է բաժին ընկնում փոքր ու միջին բիզնեսին։ Երբ որ նայում եք այդ 25 ապրանքատեսակները, ապա դուք կտեսնեք, որ այնտեղ իրականում փոքր ու միջին ձեռնարկատիրությունը շատ քիչ է ներկայացված։ Հիմնականում ներկայացված է խոշոր բիզնեսը։ Միության նախագահն անդրադարձավ նաև դոլարի արժևորմանը, նշելով, որ այն կարող է նպաստել ապրանքների արտահանման գործընթացին։ Ըստ Գագիկ Մակարյանի դրամի արժևորումը հիմնականում ձեռնտու է խոշոր արտահանողներին, մինչդեռ դոլարի արժևորման դեպքում որոշ չափով ապահովում են հավասար պայմաններ։ Դոլարի արժևորումը կարող է բերել սկզբունքորեն հնարավորությունների, որ նաև փոքր բիզնեսը լինի մոտիվացված, շահգրգված արտահանման մեջ մտնելու համար, որովհետև եթե դոլար արժևորված չի, այլ հակառակը դրամն է արժևորում, այդ դեպքում արտահանողին դա չի խթանում, որտեղ այդ դոլարի դիմաց նա ստանում է համարժեք քիչ դրամ։ Հայաստանի արտահանման շուկան վերջին տարիների ընթացքում չի փոփոխվել։ Այն ունի միևնույն կառուցվածքը, ինչը էական զարգացում չի ենթադրում։ Ըստ միության նախագահի Հայաստանի արտահանման ոլորտն ունի գրեթե նույն կառուցվածքը, նույն խնդիրներն ու թերությունները, ինչպիսիք ունեն հետխորհրդային մյուս երկրները։ Գագիկ Մակարյանի հավաստմամբ ճգնաժամից հետո Հայաստանի արտահանման շուկայում անկում է նկատվել, սակայն վերջին 2 տարիների ընթացքում վիճակը կայուն է։ Արտահանումը մեզ մոտ հիմնականում անկում ունեցավ ճգնաժամից հետո, դուք հիշում եք, մեզ մոտ իջավ դա 760 մինչև միլիոն դոլարի 2009 թվականին հետո սկսեց աճել, մենք հիմա գտնվում ենք անցյալ տարվա ցուցանիշը 1.3 միլիարդ դոլար է, սովորաբար մենք եղել ենք 1 միլիարդի սահմաններում։ Գագիկ Մակարյանի խոսքերով Հայաստանում պետք է լինեն արտահանողներին աջակցող պետական ծրագրեր։ Փոքր ու միջին ձեռնարկությունների վարչության պետ Արմեն Եկանյանից տեղեկացանք, որ վարչությունն ունեցել է աջակցման ծրագրեր եւ 2007-ից 2011 թվականների ընթացքում 21000 սուբյեկտների տրամադրվել է 1.7 միլիարդ դրամի աջակցություն, սակայն դա ըստ մասնագետների բավարար չէ ոլորտում էական զարգացում ապահովելու համար։ Նունե Գրիգորյան, Սամվել Վարդանյան, Գալանյուս, Երևան։ Այս տարի ավելացել է լուծարվող ձեռնարկությունների թիվը, եթե նախորդող տարիներին մեծ թիվ կազմում էին հատկապես այն ձեռնարկատերերը, ովքեր դադարեցնում էին գործունեությունը ժամանակավորապես, անհատ ձեռնարկատիրոջ գրացման վկայականը ի պահ հանձնելով հարկային մարմնին, ապա նորից սկսում էին գործունեությունը, այս տարի պատկերն այնպիսին է, որ նրանցից շատերը միանգամից լուծարում են պայմանագիրը հարկային մարմնի հետ, դիմում են պետական ռեգիստր գրանցման վկայականը անվավեր ճանաչելու պահանջով։ Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի Գյումրու նստավայրում 2012 թվականի հունվար-հուլիս ամիսներին գրանցվող եւ լուծարվող ձեռնարկությունների համամասնությունը Գյումրիում այսպիսին է։ Անհատ ձեռնարկատերերը դիմել են հաշվառումից դուրս գալու 144 անհատ ձեռնարկատեր, այսինքն Երևում 215 հաշվառվել են, 144 անհատ ձեռնարկատերեր դուրս են եկել հաշվառումից։ Լուծարվող ձեռնարկությունների ավելացող թիվը մասնագետները բացատրում են օրենսդրական փոփոխությամբ։ Փոփոխություններն ընդունվել են 2012 թվականի մարտ ամսին, գործածության մեջ կմտնեն 2012 թվականի հուլիսի 25-ից սկսած։ Չնայած դրան փոփոխությունները մինչև այժմ չեն հրապարակվել։ ՓՄԶ ոլորտի ներկայացուցիչների գերակշռող մասը տեղյակ չէ դրանցից։ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից ստացված պաշտոնական գրության համաձայն փոփոխություններ տեղի են ունեցել սոցիալական ապահովության եւ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքներում։ Եթե նախկինում մինչև մարտի 19-ը, երբ ազգային ժողովը ընդունել է օրենքը եւ ուժի մեջ է մտնելու հուլիսի 25-ից, անհատ ձեռնարկատերերը, որոնք գործունեություն չեն իրականացնելու ժամանակավորապես, իրենց վկայականները ի պահ են հանձնում հարկային տեսչությանը տարածքային եւ այդ ժամանակահատվածում չէր հաշվառվում նվազագույն պարտադիր սոցվճարները։ Հիմա օրենքի նշված փոփոխության համաձայն
արդեն ինչ է լինելու։ Նվազագույն պարտադիր սոցիալական վճարներ ՓՄԶ-ն վճարելու է անկախ նրանից գործունեություն իրականացնում է, թե ժամանակավորապես դադարեցրել է գրանցման վկայականն ի պահանձնելով հարկային մարմնին։ Հետևաբար այս մեծ թիվը 144 թիվը հենց ասում է դա, որ մարդիկ չուզենալով սոցվճարների, ասենք, պարտադիր վճարումը վերցնում են եւ թիմում են հաշվառումից դուրս գալու համար։ Իսկ իրավաբանական անձանց պետական գրանցման մասով փոփոխությունը վերաբերում է նրան, որ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց պետական հաշվառման վկայականները ուժի մեջ են 3 ամսվա ընթացքում, 3 ամիս անց ուժը կորցրած են ճանաչվում։ Օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր մինչև ամիսը։ Դրանից հետո իրենք պետք է հաշվառվեն որպես այլ կարգի, պետք է վերաձևակերպեն իրենց վկայականները եւ աշխատեն այդ սկզբունքով։ Այսինքն այդ խնդիրը, որ նվազագույն արտոնություն կար վկայականը հանձնելու առումով չաշխատելու տեսանկյունից, հիմա արդեն հուլիսի 25-ից հետո եւ 3 ամիս հետո վկայականներին տանապես ուժի մեջ չլինելուց հետո կվերանա այս խնդիրը։ Սա եւս մի ապտակ է ՓՄԶ ոլորտին։ Միգուցե մասնագետները կբացատրեն այնպես, որ մաքրում են ոլորտը, հեռացնում են չգործող կամ ձևականորեն գրանցումը պահպանած ձեռնարկատերերին, կօգնի նաեւ իրական պատկերը բացահայտելու համար, բայց միևնույն ժամանակ այն կվնասի նաեւ բարեխիղճ գործարարին, ասում է Մուշեղ Մկրտչյանը։ Այս օրենքի տրամաբանությամբ շատ մանր միջին ձեռնարկություններ, ասենք, այդ առումով անաձեռնարկատեր, որպես այդպեսին եւ որոնք բավականին էլ հաշվառված են վկայականները հետ տալում հարգային տեսչությունում, դրանց 90%-ը կարող է ասել ոչ թե սննգացման, այլ լուծարման եզրին կկան։ Քրիստինա Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս։ Դեսակ, ինչպես ուրեմն բզիկ եւ միջին բիզնեսմենները որևէ ձևով կաչարրանք չունին կամ շատ քիչ կաչարրանք ունին եւ առանց որ եթե առանց կոորդինացիոն առանց բիզնես ունելու ինչպես կարելի է որ դուրք վճարեն կտեսնեք որքան դիկտատորական ասեմ կամ ռասիստական կամ չեմ թե ինչ բար կարելի է կործածել որ ժողովրդին բարձրապես ձունգի բերելու համար է իսկ մեծ օլիգարխները մեծ տրամադերները պիտի իշխեն եւ պիտի կրավեն ամեն շուգան իսկ ժողովուրդը բարձ միջին եւ փոքր բիզնեսմենները չգնան աշխատել ավասիկ այս է իրավիճակը այս ամենը ցույց տվի որովհետեւ մենք լավ անդրադառնանք արտնանք եւ բայկարինք որ մեր իրավունքները առնենք եւ ժողովուրդը կարողանա ապրիլ իր հողին վրա ապա թե ոչ պիտի արտակախտե Շատ լավ սիրելի հայրենակիցներ, կհանդիպինք եկող չորեքշաբթի եւ մենք շատ գործ ունենք գնելիք եւ դուք բոլորը ամենքնից բոլորս պետք է մասնակցենք, որ Հայաստանը լա շատ ավելի լավ եւ անորոշ պետք է բայկարենք։ Շեպարի եւ գտեսնենք հաջորդ չորեքշաբթի։ Dreamcars ավտոկենտրոնը առաջարկում է նոր եւ օգտագործված ավտոմեքենաների հարուստ տեսականի։